Թարմացված լրահոսով News-ը եթեր վերադարձել, ես Լիլիթ Մուրադյանն եմ, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Եվ այսպես Հայաստանի իշխանության ավետաց խաղաղության դարաշրջանում ագրեսիվ հայտարարություններ են հնչում Ադրբեջանի իշխանությունից։ Այդ երկրի մեջլիսում պատգամավորներից մեկը սպառնացել է, որ եթե Հայաստանը անհապաղ չբացի միջանցքը, Ադրբեջանը պետք է ուժով մաքրի այդ տարածքը։ Հասան Ղուլիև ազգանունով այս պատգամավորը, որ նաև իշխանամետ կուսակցություններից մեկի նախագահն է, ասել է, թե Ադրբեջանը կարող է Երևանին առաջարկել ստորագրել խաղաղության պայմանագիրը կապելով դա Նախիջևան տանող ճանապարհի շինարարության անհապաղ մեկնարկի եւ մոտ ապագայում Հայաստանի սահմանադրությունը փոխելու պարտավորությունների հետ։ Հիշեցնեմ, որ այս շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին ասել էր, որ իրենք չեն կիսում ընկալումը, թե Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա, հետեւաբար իրենք չեն բանակցում դրա շուրջ։ Ադրբեջանցի պատգամավորին արձագանքելու ակնկալիքով այսօր ազգային ժողովում լրագրողները դիմել են ՔՊԱ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին։ Ըստ նրա պետք է հիմնվել փաստաթղթի վրա, ոչ թե բանավոր հայտարարությունների։ Պատգամավորը նաև կիսվել է իր կարծիքով, թե ինչու է Ադրբեջանը հայտարարություններով փորձում սրել իրավիճակը։ Ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը եւ ադրբեջանական կողմը խաղաղության այդ փաստաթղթով օգոստոսի 8-ի իմ կարծիքով այդքան էլ բավարարված չի եւ ես տեսնում եմ չբավարարված մարդու ինչ էր ուզում որ միջանցք կոնկրետ ես կարծում եմ ադրբեջանում խոչընդոտ միջանցք չէ իրանք ուզում են կոնկրետ միջանցք երրորդ պետությունների հսկողությամբ ավելի շատ իրանց դաշնակից կան մեր այդ պետությունների եւ դա չստացավ, ելի եմ ասում իմ մոտ այդպիսի տպավորություն է, որ բավարարված չեն։ Մինչ ադրբեջանցի պատգամավորին ենթադրաբար ավելի հստակ կպատասխանեն Հայաստանից, Ալիևն է ավելի վաղ խոսել։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենց անվտանգության երաշխավորները զինված ուժերն են, պետությունը եւ ժողովուրդը, ու դե իհարկե չի մոռացել սպառնալ, ասել է, եթե որևէ մեկի հիվանդ մտքով երբևէ անցնի Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնել, կզղջա դրա համար։ Դժվար չէ ենթադրել, որ Ալիևի այս սպառնալիքը նաեւ Հայաստանին է ուղղված։ Սա այս շաբաթ Ալիևի արդեն երկրորդ ակնարկ սպառնալիքն է Սևանի եւ ոչ թե տանկերով, այլ մեքենաներով Երևան գալու մասին աղմկահարույց հայտարարություններից հետո Ադրբեջանի նախագահը նաեւ եւս մեկ անգամ վստահեցրել է, որ իրենց բանակը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին ու նշել, որ այդ նպատակով Բաքուն սերտորեն համագործակցում է թուրքական բանակի հետ։ Տպավորություն է, որ ադրբեջանական քարոզչամեքենան կոնկրետ հրահանգ է ստացել ակտիվանալու, որովհետև արտգործնախարարության խոսնակ Հաջիզադեն էլ անկլավների թեման է հիշել, ասել է ադրբեջանական 4 անկլավների վերադարձը գտնվում է իրենց մշտական ուշադրության կենտրոնում, նա մեծ դիվանագիտական հաջողություն է որակել անցած տարի Ղազախի շրջանի 4 գյուղերի վերադարձը Ադրբեջանին։ Հիշեցնեմ, որ ըստ Վաշինգտոնյան փաստաթղթերի գործընթացը պետք է հիմնված լինի երկրների սուվերենության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության վրա։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն է մանրամասներ պատմել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից։ Վաշինգտոնի բարձրաստիճան ներկայացուցիչը հարցազրույցներից մեկում է խոսել Ալիևի ու Թրամփի միջև կայացած զրույցից ու գովել Ադրբեջանի նախագահին։ Թրամփը հարցրել է Ալիևին, թե ինչու էր կանգ առել եւ չէր շարունակել հարձակումը Հայաստանի դեմ պատերազմում։ Ի պատասխան Ալիևը ասել է, որ ինձ պետք էր միայն այն, ինչ նրանք վերցրել էին, ինձ ավել բան պետք չէր, եւ սա հրաշալի որոշում է, քանի որ առաջ գնալը Փաշինյանին կվիրավորեր միջազգայինորեն։ Սա պետական գործ չի, օրինակ է։ ԱՄՆ նախագահ Թրամփը էլի խոսել է մեր մասին, իհարկե գովել է դեռ գոյություն չունեցող ճանապարհ ու վստահեցրել, որ իր հաստատած խաղաղությունից օգտվելու են բոլորը։ Թրամփն այս մասին խոսել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ ԱՄՆ նախագահը Կենտրոնական Ասիան անվանել է չափազանց հարուստ տարածաշրջան ու հայտարարել, որ ցանկանում է ավելի ամրապնդել 5 երկրների հետ գործընկերությունը։
Սպիտակ տանը տեղի ունեցել բարձր մակարդակի հանդիպում C5+1 ձևաչափով, որը նախագահում էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Հանդիպմանը մասնակցում էին Կենտրոնական Ասիայի 5 երկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի եւ Թուրքմենստանի ղեկավարները։ Գագաթնաժողովի հիմնական նպատակն էր վերսկսել եւ ամրապնդել Միացյալ Նահանգների եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջև տնտեսական եւ անվտանգային ոլորտներում համագործակցությունը։ Թրամփը նշել է, որ նախկին ամերիկյան վարչակազմերն անտեսել են այս ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանը եւ իր նպատակն է ուղղել այդ սխալը, կառուցելով ավելի ամուր գործընկերային հարաբերություններ։ Մենք ամրապնդում ենք մեր տնտեսական գործընկերությունը, բարելավում ենք անվտանգային ոլորտում գործակցությունը եւ ընդլայնում մեր ընդհանուր կապերը։ Վերջին կարճ ժամանակահատվածում հսկայական ծավալի առևտուր է կատարվել։ Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարներն իրենց պատասխան խոսքում բարձր են գնահատել Թրամփի անձնական ներդրումը տարածաշրջանի հետ հարաբերությունների զարգացման գործում եւ ընդգծել համագործակցություն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը։ Պարոն նախագահ, նախ եւ առաջ կցանկանայի անկեղծ երախտագիտությունս հայտնել ձեզ այս իսկապես պատմական հանդիպումը Սպիտակ տանը կազմակերպելու համար։ Իմ ամուր համոզմունքն է, որ դուք մեծ առաջնորդ եք պետական գործիչ ուղարկված երկնքի կողմից վերադարձնելու ողջամտությունը։ Միացյալ Նահանգները ամենախոշոր ներդրողն է մեր տնտեսության մեջ եւ միայն իմ այցի ընթացքում մեր գործարարները կնքում են ավելի քան 17 միլիարդ դոլարի գործարքներ։ Իր ելույթում Դոնալդ Թրամփն անդրադարձել էր նաև մեր տարածաշրջանին, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իր միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրին։ Նա ընդգծել է, որ այդ պայմանավորվածության կարևորագույն բաղադրիչն է նոր տրանսպորտային երթուղու ստեղծումը։ Այդ պատմական համաձայնագիրը ներառում է նոր Թրամփի երթուղու կառուցումը։ Դա այնքան գեղեցիկ բան է, նրանք այն անվանել են իմ պատվին։ Ես իսկապես գնահատում եմ դա։ Դա իրական մեծ գործ է։ Դա Թրամփի երթուղին է միջազգային խաղաղության համար։ Սա մի ճանապարհ է, որը կառուցվում է եւ անցնում է աշխարհի ամենակարևոր վայրերից մի քանիսով։ Այն կխթանի առևտրային գործունեությունը Կասպից ծովի մյուս կողմում, օգնելով Կենտրոնական Ասիայի երկրներին։ Դոնալդ Թրամփը անդրադարձել է նաև Աբրահամյան համաձայնագրին, նշելով, որ շատ երկրներ շարունակում են մեծ հետաքրքրություն ցուցաբերել դրան միանալու համար։ Այս երեկո ես նաև ուրախ եմ հայտնել, որ Ղազախստանը պաշտոնապես համաձայնել է, հիմա արդեն պաշտոնական է, մոտ 15 րոպե առաջվա դրությամբ։ Մի հսկայական երկիր, հսկա առաջնորդով, պաշտոնապես միացել է Աբրահամի համաձայնագրերին։ Թրամփի ընդգրկուն հայացքից անմասն չմնաց նաև Իրանը։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է այն բարդ իրավիճակին, որում հայտնվել է Իրանը ամերիկյան պատժամիջոցների պատճառով։ Անկեղծ ասած, Իրանը հարցնում է, արդյոք հնարավոր է վերացնել պատժամիջոցները։ Իրանի դեմ ամերիկյան շատ խիստ պատժամիջոցներ կան, եւ դա նրանց համար շատ է դժվարացնում անել իրենց ցանկացածը։ Եվ ես բաց եմ դա լսելու համար։ Հիմա մենք կտեսնենք, թե ինչ կլինի, բայց մենք հանեցինք պատժամիջոցները Սիրիայի դեմ։ Մասնագետների կարծիքով Կենտրոնական Ասիայի ղեկավարների գովեստի խոսքերը եւ Թրամփի երթուղու նման հնչեղ հայտարարությունները ավելի շատ դիվանագիտական հնարքներ են տնտեսական օգուտներ ստանալու համար, քան իրական առաջընթացի վկայություն։ Հետևաբար գագաթնաժողովը դիտարկվում է ոչ թե կոնկրետ ծրագրերի իրականացման հարթակ, այլ քաղաքական հայտարարությունների եւ Սպիտակ տան ղեկավարի անձնական հեղինակության ամրապնդման ուղղված միջոցառում։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Աշխարհում ամեն ինչ խառն է, Ամերիկայի դաշնակից Իսրայելն էլ հզոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանին եւ տանկեր տեղակայել սահմանի մոտ, նախապես բնակիչների համար տարհանման հրամաններ արձակելով։ Իսրայելը հայտարարել է, որ այս քայլի պատճառը ռազմական կարողությունները վերականգնելու Հզբոլլահի փորձերն են։ Միջազգային մյուս կարևոր թեմաները ռեպորտաժում։ Ուկրաինական դատարանը ռուս զինվոր Դմիտրի Կուրաշովին ցմահ ազատազրկման է դատապարտել ուկրաինացի ռազմագերի սպանելու համար, ստեղծելով նման մեղադրանքով դատապարտման առաջին նախադեպը երկրում։ Դատավճիռը կայացվել է Դոնեցկի մարզում կատաղի մարտերի ֆոնին, որտեղ ռուսական կողմը հայտնում է Պոկրովսկում առաջխաղացման մասին։ Ուկրաինական զորքերն ըստ Կիևի աղբյուրների ռազմաճակատի այս հատվածում 100-ից ավել գրոհներ են հետ մղել։ Բրազիլիայի Բելեմ քաղաքում կայանալիք COP30 կլիմայի գագաթնաժողովի նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 500 միլիոն եվրո կտրամադրի հավերժական արևադարձային անտառներ հիմնադրամին, իսկ Նորվեգիան շուրջ 3 միլիարդ դոլար։ Հիմնադրամի ստեղծման առաջարկն արել է Բրազիլիան վտանգված անտառների համաշխարհային պահպանությանն աջակցելու համար։ Այն մեկնարկել է համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում, որը նախագահում է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան։ Թեև ժողովին մասնակցում էին ավելի քան 50 պետությունների ղեկավարներ, այն նշանավորվեց աշխարհի 5 խոշորագույն աղտոտող տնտեսություններից 4-ի, այդ թվում Միացյալ Նահանգների եւ Չինաստանի ղեկավարների բացակայությամբ։
Ամերիկյան զինուժը Կարիբյան ծովում հերթական մահացու հարվածն է հասցրել ենթադրյալ թմրանյութերով բեռնված նավի ուղղությամբ։ Սենատում հանրապետականներն արգելափակել են բանաձևը, որը նախագահ Թրամփից կպահանջեր Վենեսուելայի վրա հարձակվելու համար ստանալ կոնգրեսի թույլատվությունը։ Վերջին հարվածը, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, սեպտեմբերից սկսված Միացյալ Նահանգների գործողությունների շարքից է, որոնց արդյունքում թմրաշրջանառության դեմ պայքարի պատրվակով սպանվել է ավելի քան 65 մարդ։ Ի պատասխան Միացյալ Նահանգների աճող ռազմական ներկայության Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ կատարվողն իր իշխանությունը տապալելու քողարկված փորձ է եւ կատակել է, թե ամերիկյան լրատվամիջոցների ուշադրության շնորհիվ նա Միացյալ Նահանգներում ավելի հայտնի է դարձել, քան Թեյլոր Սվիֆթը։ Իսրայելը հզոր հարվածներ է հասցրել հարավային Լիբանանին եւ տանկեր տեղակայել սահմանի մոտ, նախապես մի քանի գյուղերի բնակիչների համար տարհանման հրամաններ արձակելով։ Իսրայելը հայտարարել է, որ այս քայլի պատճառը ռազմական կարողությունները վերականգնելու Հեզբոլլահի փորձերն են, ինչը խախտում է 1 տարի առաջ կնքված հրադադարի համաձայնագիրը եւ հանգեցրել է 1 իսրայելցու մահվան։ Ի պատասխան Հեզբոլլահը հայտարարել է, որ հավատարիմ է հրադադարին, սակայն պահպանում է դիմադրության իրավունքը։ Մինչդեռ տարհանման հազվադեպ հրամանները, որոնք համընկնել են Հեզբոլլահի զինաթափման հարցով Լիբանանի կառավարության նիստի հետ, խորացրել են երկրում լայնամասշտաբ պատերազմի մտավախությունները։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Վրաստանին հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը կառուցողական մասնակցությամբ, նաև իր ադրբեջանցի եւ հայ գործընկերներ Շահին Մուսաֆաևին եւ Մհեր Գրիգորյանին այդ ուղղությամբ համատեղ աշխատանքի համար։ Հիշեցնեմ, նոյեմբերի 6-ի գիշերը 30 եւ ավելի տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանից Հայաստանի տարածք է մտել Ուլյանովսկի մարզում ցորենով բեռնված գնացք, որն անցել է Ադրբեջանով եւ Վրաստանով։ Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, նրան մեղսագրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցել է եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացումը։ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Քերոբյանի ձերբակալմանն առնչվող գործով, նշելով, որ բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-ից 14 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք։ 12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, 7 անձ ձերբակալվել է, այդ թվում Վահան Քերոբյանը, նրան կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել։ Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով նախօրեին տեղափոխվել էր հիվանդանոց, հետ են տարել քրեակատարողական հիմնարկ, արդեն մոտ 3 շաբաթ կալանքի տակ գտնվող Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ըստ փաստաբանի վարույթն իրականացնող մարմինը եւ դատարանը իմացել են նրա առողջական խնդիրների մասին, սակայն որոշում է կայացվել նրան կալանավորել։ Մոտ 3 ամիս կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցն էլ փոխարինվել է 2 ամիս տնային կալանքով։ Օգոստոսի 8-ին կալանավորված ՊԵԿ նախկին նախագահին իրավապահները մեղադրում են փողերի լվացման եւ ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու համար։ Նախկին պաշտոնյայի պաշտպանական խումբը հայտարարել է, որ կալանքի ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ երկամսյա տնային կալանքի դատարանի որոշումը կբողոքարկեն թե պաշտպանները, թե դատախազությունը։ Վերջին շրջանում մեր երկրում հատկապես մարզերում տագնապալիորեն աճել են անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները։ Խոսքը ոչ միայն մանր զանցանքների, այլև սպանությունների, ծեծի, գողությունների ու թմրանյութերի հետ կապված լուրջ հանցագործությունների մասին է։ Մասնագետները կարծում են, որ այս ամենի պատճառը համակարգի թերություններն են, չկան կանխարգելիչ ծրագրեր, որոնք կօգնեն երեխաներին հեռու մնալ վատ շրջապատից։ Սպանության նախապատրաստություն Վանաձորում 17-ամյա դեռահասի մասնակցությամբ, սպանություն Սպիտակում կրկին 17-ամյա երիտասարդի մասնակցությամբ, որի պատճառն ըստ քննության աղջկան երկար նայելն էր։ Վերջերս Լոռու մարզը ցնծած այս աղմկահարույց դեպքերը անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների աճող վիճակագրության ընդամենը 2 դրվագներն են։ Թվերը խոսուն են։ Քննչական կոմիտեի տվյալով 2025 թվականի միայն առաջին կիսամյակում քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 344 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 298-ի դիմաց։ Սա 2022 թվականից սկսված աճի շարունակությունն է։ Ցանկում ծանր հանցագործություններ են՝ սպանությունը, առողջությանը վնաս հասցնելը, ավազակությունը, թմրանյութերի շրջանառությունը։ Սոցիոլոգ Միրա Անտոնյանը համոզված է, համակարգն աշխատում է հրշեջի սկզբունքով, արձագանքելով միայն ծայրահեղ դեպքերին։
սովոր չենք մեր երկրում ընդունված չի վաղ միջամտությունը կազմակերպել եւ դա կազմակերպած գործընթաց չի։ Մենք սոցիալական պաշտպանության ոլորտում հրշեջ մարողներ ենք։ Կա սկանդալային իրավիճակ, կա ծայրահեղ իրավիճակ, բնականաբար արձագանքում ենք եւ արձագանքում ենք արագությամբ եւ արձագանքում ենք հուսամ արդյունավետ։ Բայց խնդրեմը նրանումն է, որ այդ խնդիրները ժամանակի մեջ են զարգանում եւ խորանում, իսկ մենք մի տեսակ ուշանում ենք մեր միջամտության։ Ոստիկանության գնդապետ փորձագետ Նելի Դուրյանը, որ տարիներ շարունակ ղեկավարել է անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների բացահայտմամբ զբաղվող ստորաբաժանումը, խնդրի լուծման բանալին տեսնում է մի քանի ուղղություններով։ Առաջինը ծնողական պատասխանատվությունն է։ Հենց ինքը ծնողը պետք է ցանկանա երեխային ընդգրկի որևէ մի խմբակի մեջ։ Ծնողը զբաղվի երեխայի զբաղվածության հարցով, փողոցից կտրի, ուշադրության կենտրոնում պահի, որպեսզի երեխան դուրս չգա փողոց, չկատարի իրավախախտում, հանցագործություն չկատարի, այո։ Եվ պետությունը իր կողմից արդեն պետք է համապատասխան անվճար խմբակներ լինեն, հա։ Դուրյանը հիշում է, եղել են տարիներ, երբ համալիր աշխատանքի արդյունքում անչափահասների գաղութը պարզապես դատարկվել է։ Մանր հանցագործություններ անում էին, բայց ծանր հանցագործություններ չկային։ Դրա հիմքում ոստիկանության եւ հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցություններ։ Շատ սերտ համագործակցություն, շատ սերտ հասարակական կազմակերպությունների հետ։ Թիվը մեծ էր, բայց մի քանիսն էին, որոնք բավականին արդյունավետ աշխատանք էին իրականացնում։ Հասարակական կազմակերպություններից որոշը, որոնց հետ ոստիկանությունը ստեղծել էր մի մոդել, բացառիկ մոդել, դա Հայկական օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոններ։ Մեկ այլ կարևոր օղակ էր դպրոցական տեսուչի ինստիտուտը, ոստիկաններ, որոնք աշխատում էին ավագ դպրոցներում, կանխելով վեճերն ու հաստատելով վստահության մթնոլորտ։ Այս ինստիտուտն այսօր այլևս չի գործում։ Երեխաների այդ արդեն դեռահասության տարիք, հա 15, 16, 17 տարեկան տղաներ եւ արդեն միջանձնյա հարաբերություններ, կռիվներ, ինքնահաստատում, մյուս տարբեր են խնդիրները, գիտեք, նույն ինքը ծնողը այնպիսի հուզական հոգեվիճակի մեջ է, հոգեբանական խնդիրներ ունի, այսինքն այստեղ պետք է լինի նայեք համայնքի հետ աշխատանքը, շատ կարևոր է, կան խնամակալության մարմիններ։ Մինչ վիճակագրությունը շարունակում է արձանագրել անչափահասների կատարած հանցագործությունների աճ, մասնագետները մատնանշում են համակարգային բացերը։ Մի կողմից վաղ կանխարգելման մեխանիզմների բացակայությունը, մյուս կողմից արդեն իսկ գոյություն ունեցող եւ արդյունավետ գործած ինստիտուտների վերացումը։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Եվ թողարկման վերջում երկու լուր Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը 2025 թվականի Ավրորա համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհել է սուդանցի բժիշկ Ջամալ Էլ-Թայեբին հակամարտության գոտում մարդկանց բժշկական օգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ նվիրումի համար։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագը Ռուսաստանի չեմպիոն Կրասնոդարի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտնել է, որ այսուհետև ավագը Սպերցյանն է լինելու ոչ միայն առաջիկա խաղերում, այլև ընդհանրապես հիշեցնեմ աշխարհի առաջնության ընթացիկ ընտրական փուլի նախորդ հանդիպումներում հավաքականի ավագը Բրատիսլավայի Սլովանի հարձակվող Տիգրան Բարսեղյանն էր, որը հավաքականի կազմում 3 խաղով որակազրկված է։ Հիշեցնեմ աշխարհի առաջնության խմբային փուլում Հայաստանը նոյեմբերի 13-ին հյուրընկալելու է Հունգարիայի հավաքականին, իսկ 16-ին Պորտուգալիայում խաղալու է այդ երկրի ընտրանու դեմ։ Այս ժամի լրահոսից այսքանը սիրելի հայրենակիցներ, Renews-ի ամփոփիչ թողարկումը 20:00-ին է, եթերում կլինի իմ գործընկեր Դավիթ Սարգսյանը, իսկ ես հրաժեշտ եմ տալիս ցտեսություն։